Վարչապետի հանձնարարությամբ այսօր հավաքվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող հարցի քննարկման համար, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի եւ ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը քննարկելու։ Մեր այս խմբի հիմնական նպատակը կարծում եմ լինելու է առաջին հերթին հրատապ կոնկրետ լուծումների քննարկումը եւ ընդհանուր շեշտը կարծում եմ, քանի որ նոր հեծանիվ չենք հորինելու, շեշտը լինելու է իհարկե հանրային տրանսպորտի ել ավելի զարգացման, ավտոմեքենաների, հենց բուն մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների, տեխնոլոգիական նոր լուծումների եւ այն ինչը որ կարող ենք քննարկել եւ իրականացնել կարճաժամկետում է։ Իհարկե ունենալով նաեւ հեռանկարում մեր միջնաժամկետ ծրագրերը, Սուրմալուի կայարանը, Աջափնյակի կայարանը, դա մի քիչ նաեւ ավելի երկարաժամկետ։ Անվտանգությունը որպես առաջնահերթություն ֆիքսենք, որովհետև այնուամենայնիվ վերհիշենք, որ բուրգի վերևում հետիոտն է, հետո գալիս են հեծանվային եւ այդ տեսակի տրանսպորտային միջոցները, գալիս է հասարակական տրանսպորտը եւ ամենավերջում իր կարեւորության աստիճանով գալիս են ավտոմեքենաները։ Պայմանավորվեցինք 18 խաչմերուկների լուսացույցերի մրցույթի փաթեթ ունենալ։ Ավտոբուսային գծերը դուք արդեն կներկայացնեք բոլորին եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը որ ֆիքսեցինք նաեւ պոտենցիալ սահմանափակումների օրակարգը, որը հաջորդ անգամ հենց դա պոտենցիալ քննարկենք։ Առաջի անգամ կամուրջային կառուցվածքների գույքագրման նախաձեռնություն է եղել։ Երկու փուլից է բաղկացած, առաջի փուլը գույքագրման փուլն է, իսկ երկրորդ փուլը անձնագրավորման փուլն է, որը իրենից ենթադրում է իր սեյսմիկ իրավիճակը, կառուցվածքի տարողունակությունը եւ կարիքները։ Արդեն իսկ ունեն գույքագրած 250 կամուրջային կառուցվածք, այժմ երկրորդ փուլին ենք անցնում, երկրորդ փուլը իրենից ենթադրում է այդ գույքագրված կամուրջային կառուցվածքների տեղբնութագրերը։ Ունենք եւս մեկ ծրագիր, կամուրջների եւ կամուրջային կառուցվածքների շահագործման եւ պահպանման ծրագիրը, որի արդյունքում կատարում ենք թե դեֆորմացիոն կարերի վերանորոգում, թե անվահրիչների բետոնացման աշխատանքներ, ասֆալտապատման աշխատանքներ, դա ամբողջ տարվա համար է ծրագիրը եւ ընթացիկ ծրագիր է, որով մենք փորձում ենք պահպանել եւ շահագործել մեր ունեցած կամուրջները։ Թույլ տվեք Երևանի քաղաքապետի, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահի անունից ողջունել ձեզ Կոռլեապ 14-րդ ամենամյա հանդիպման անցկացման կապակցությամբ։ Երևան քաղաքի համար պատիվ է այս տարի հանդիսանել Կոռլեապի հյուրընկալող քաղաք։ Մեծապես կարևորում ենք մեր ընդգրկվածությունը եւ ջանքերի համադրումը արևելյան գործընկերության ծրագրերին, որոնք ուղղված են 2025-2029 թվականին գործողությունների ծրագրի իրականացմանը։ Որպես օրինակ կարող եմ նշել, որ մենք հաջողությամբ ներդրել ենք ակտիվ քաղաքացի հարթակը, որը արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, դարձնելով տեղական իշխանությունների շփումը բնակիչների հետ ինտերակտիվ։ Հաջողությամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր բնական գազով աշխատող հանրային տրանսպորտի համալրման եւ Երևանի արդյունավետության ծրագրի շրջանակներում պոլիկլինիկաների եւ մանկապարտեզների վերակառուցումը։
Այցի նպատակն է Արևելյան գործընկերության մեր գործընկերներին ներկայացնել Երևան քաղաքում մանկապարտեզների վերանորոգման գործընթացները եւ սա լավագույն օրինակներից մեկն է, որ կարող ենք ցույց տալ մեր գործընկերներին։ Հետագայում այս ծրագրերը կլինեն շարունակական եւ մեր գործընկերները իրենց ներդրումը, իրենց ազդեցությունը կունենան այս գործընթացում։ Այնից քաղաքի փոխքաղաքապետի նույնպես ընդունեցինք այստեղ, առաջիկայում իրենց նույնպես կայցելենք եւ համագործակցությունը ավելի կակտիվանա։ Մեզ համար շատ հետաքրքիր էր ծանոթանալ այս մանկապարտեզում իրականացված աշխատանքներին։ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի համար կարևոր է աջակցել նախաձեռնությանը, քանի որ Եվրոպական միությունը ցանկանում է ակտիվորեն ներգրաված լինել այս գործընթացին։ Ուրախ ենք այցելության համար, երեխաները շատ տաղանդավոր էին, զվարճալի, շատ հաճելի էր տեսնել նրանց։ Շնորհակալ ենք նման ջերմ ընդունելության համար։ Կարևորելով հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, Երևանի քաղաքապետարանի կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի նախաձեռնությամբ այսուհետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում մենք կարող ենք տեսնել պաստառներ, որոնք մեզ կհուշեն կենդանիների պատվաստումների կարևորության մասին։ Սիրելի կենդանատերեր, պատվաստումները մեր չորքոտանի բարեկամներին դարձնում են ավելի առողջ եւ անվտանգ, ուստի խնդրում եւ հորդորում ենք պատվաստեք ձեր ընտանի կենդանիներին, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ կշարունակի պատվաստել թափառող կենդանիներին։ Հրաժարվիր ավելորդ աղբից։
Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։